Ինչ է ձեր վերլուծություններով տեղի ունենում բանակցային կուլիսներում։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի ունենում, եթե չհամարենք երեկվա թե անցած օրվա Ալբանիայում հերթական կադրերը, որ ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ է, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ այդ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը ենթադրում եմ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքը իր քաղաքական, այսպես ասենք, հեռանկարը շարունակի, կնեմ այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որ շարժանարում է ցանցերում, ուղղակի հայտարարություն է։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Ոնց կուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել այս։ Գիտեք, բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից,